Ողջույն։ Քանի որ երեկոյան եւ այսօր ամբողջ օրը եւս ինձ բազմաթիվ քաղաքացիներ են դիմել Արսեն Թորոսյանի եւ ԿՊԱ-կան падգամավորների սույնած ողջույններ փոխանցելու խնդրանքով կատարում եմ իրենց խնդրանքը։ Կողմնակից եմ, որ իշխանությունները երկնքից իջնեն ու հողի վրա գնահատեն իրենց եղած-չեղածը։ ԿՊԱ-կան երեսփոխանները շատ հետաքրքիր խոսելու թեմա են բացել։ Պողոսի նախկին հարևան Թունյան Բաբկենը պարապ չի նստել, հաշվել է, որ ընդդիմադիր падգամավորները 4 տարում ստացել են ընդհանուր 1.5 միլիարդ դրամ աշխատավարձ ու հարց է տալիս լրագրողներին. հարկատուները մեր ընդդիմությանը ինչի համար են վճարել այդքան գումար, ինչ օգտակար բան են արել, ասում է մեր աշխատավարձը արդարացված է, ընդդիմությանը ոչ։ Բաբկեն Թունյանը Նիկոլից լավ սովորել է դեմագոգիան, բայց դերասանի վարպետությունը այնքան էլ չէ։ Վստահ եք, որ թեման ձեր շահերից է բխում։ ԿՊԱ-կան падգամավորները կրկնակի շատ են ընդդիմությունից, այսինքն ստացել են 3 միլիարդ դրամից ավելի աշխատավարձ։ Ոչ ընդդիմադիրների, ոչ իշխանականների աշխատավարձը ԿՊ-ն իր գրպանից, իր թալանածից, անիվի փողերից չի վճարում, ոչ էլ ասֆալտի ատկատներից, վճարում է Հայաստանի Հանրապետության հպարտ հարկատուն։ Նիկոլ Փաշինյանի ու ԿՊ-ի գործունեությունը հավանության է արժանացնում 10-11% քաղաքացի ըստ տարբեր հարցումների, ոչ ավելին։ Այսինքն, ժողովրդի ճնշող մեծամասնությունը ընդդիմադիր է, խիստ ընդդիմադիր է, ծայրահեղ ընդդիմադիր է, բայց մեկ է, ընդդիմադիր լինելով մուծում է հարկեր ու 10%-անոց աջակցություն ունեցող ԿՊ-ն ուտում է մի 60-70% ընդդիմադիրների 20-30% անտարբերների փողերը։ Մենք ընդդիմադիր հարկատուներս Բաբկեն Թունյանենց աշխատավարձ ենք տալիս, իրենք հանձնում են Արցախը, մենք աշխատավարձ ենք տալիս, իրենք ժողովրդի զավակներին տանում են սպանվելու, մենք աշխատավարձ ենք տալիս, իրենք թանկացնում են հարկերը, որն իր հերթին թանկացնում է սնունդը, տրանսպորտը, գույքահարկը հավաքում են, էլի մեջ են անում։ Հայաստանի Հանրապետության առաջին 200 խոշոր հարկատուներից այն օրը հաշվեցի 24-ի հետ շփվելու առիթ եմ ունեցել վերջին տարիներին ու հայհոյել են իշխանության ամենավերջին բառերով։ Իմ շփումների շրջանակը մեծ չէ, բա պատկերացնում եք մյուս 176-ը ինչքան են հայհոյում։ Իսկ 1000 խոշոր հարկատուներից քանի հարյուրն է հայհոյում, բայց հայհոյանքով հանդերձ ստիպված վճարում են հարկեր։ ԿՊԱ-կան падգամավորները ստանում են աշխատավարձ ու ամեն ազգային ժողովի քարոզիայի մի հարկ բարձրացնում են, ավելացնում են, մի տուգանք նշանակում են։ Ու այդ անող ԿՊԱ-կան падգամավորն ասում է մեր աշխատավարձը արդարացված է, ընդդիմությանը ոչ։ Ընդդիմությունից այո, դժգոհություն կա, բայց վստահեցնում եմ, որ հարկատուն 1000 անգամ ավելի բավարարված կզգա, որ իր հարկերից աշխատավարձ ստանա ընդդիմությունը, քան հանձնող, դավաճանող, թրքասեր իշխանությունը։ Հասկանում ես, Բաբկեն, այսօր որ խնդրում էին ձեր թիմին փոխանցել սյունյաց ողջույններ, իսկ դուք գիտեք դա ինչ տեսակի հայհոյանք է, այդ մարդիկ հարկատու են, ձեր աշխատավարձն են վճարում։ Ու հետաքրքիր է, եթե ընդդիմադիր հարկատուի հարկերից աշխատավարձ ստանային ընդդիմադիրները, իշխանական հարկատուի հարկերից իշխանականները, ձեր ամսական աշխատավարձը քանի 100 դրամ կլիներ։ Փաստացի մենք ձեզ քննադատում ենք, բայց ձեզ աշխատավարձ ենք վճարում, իսկ դուք երկիր եք հանձնում, հարկերը էլի ավելացնում եք, սնունդը թանկանում է, ու այդ սաղ մի կողմ դրած որոշում եք, ում աշխատավարձն է արդարացված, ումը ոչ։ Զավեշտ է, չէ՞։ Աշխատավարձ եք ստանում, հարստանում եք, գոնե ձեն մի հանեք, սուս ու փուս փող աշխատեք էլի, ինչ եք անընդհատ բզբզում, ձեր ջեբի ու բարձի տակի միլիոնները հիշեցնում։ Ընդհանրապես, ԿՊԱ-կանների ելույթները բացի նրանից, որ պոպուլիզմ են, դեմագոգիա են, մանիպուլյացիա են, ֆեյք են, խեղաթյուրում են, հաճախ նաև զավեշտ են։ Բաներից են խոսում, որից ընդհանրապես պետք է լռեն, կիլոմետրով հեռու մնան այդ թեմաներից։ Խոսքս միայն հարկատուների փողով աշխատավարձ ստանալու մասին չէ։ Խոսում են բաներից, որոնց ոչ միայն իրավունքը, այլ երեսն էլ չունեն։ Անում են բաներ, որոնց իրավունքը, երեսը չունեն։ Կպտում են բաների, որը իրենց հագով չէ։ Օրինակներ ինչքան ուզեք։ Ֆուտբոլի ֆեդերացիայի անվտանգության պետը բռնություն է կիրառել խաղադաշտ մտած անչափահաս երկրպագուի նկատմամբ։
Դատապարտելի է, բայց ծիծաղելի է, երբ դատապարտում է Ալեն Սիմոնյանը, ասում է մարդը, որ հանրային անվտանգությամբ է զբաղվում, պետք է տիրապետի իր մասնագիտական պարտականություններին։ Ով ասի, Ալենը այդ թեմայից պետքա հեռու մնա, որովհետև նման մի երկու ախրանիկ էլ ինքն էր հրամայել քաղաքացու թևերը ոլորել ու թքել էր վրան։ Դու բռնությունից խոսելու այնքան տեղ ունես, ինչքան հարկատուների դեմ օրենք ընդունող Թունյան Բաբկենը հարկատուների փողերից աշխատավարձ ստանալու։ Ալեն Սիմոնյանի մայրը թքում է մարդկանց վրա։ Միջնամատն է ցույց տալիս։ Ալենը թքում է մարդկանց վրա, հետո խոսում է այն մասին, որ ինչ որ գծեր անցնելուց հետո ոչնչանում ես։ Ալեն Սիմոնյանը ապրում է Դղյակում, բայց նախկին պաշտոնյային քննադատում է, թե գնա քեզ համար հերթական դղյակը սարքի։ Այն, որ ուզում ես ասես, գոնե մի խոսա էլի։ Սաղ ՔՊԱ-կաններով իրար կպնեիք 2018 թվին, մի սեղանի հաշիվ հազիվ փակեիք։ Հիմա ոնց նայում ես միլիոնների հաշիվներ, պարտքով տված փողեր, մեքենաներ, տներ, ու դուք դեռ ինչ որ մեկի թալանից եք խոսում։ Ժողովուրդը շունչը պահած սպասում է երբեք իշխանազրկվելու, իմանա ինչ կարողություններ եք դիզել իրականում։ Զավեշտ է օրինակ, երբ որևէ ՔՊԱ-կան խոսում է մարտի 1-ից, ուրիշներին քննադատելու դիտավորությամբ, այն դեպքում, երբ իրենց շեֆը հենց նստել է բանտ մարտի 1 անելու համար։ Զավեշտ է, երբ Սասուն Միքայելյանը ցիտում է Վազգեն Սարգսյանին, ասում նրա գործն եմ շարունակում, այն դեպքում, երբ Վազգեն Սարգսյանն ազատագրել է, Սասունը իր ընկերների հետ հանձնել ու հանձնում է։ Զավեշտ է, երբ Անդրանիկ Քոչյանը մի կերպ հայտնվում է Եռաբլուրում ու խոսում է զոհերի թափած արյունը ճիշտ գնահատելու մասին։ Զավեշտ է, որ ՔՊԱ-կանները բողոքում են Հայաստանում ատելության խոսքի չափազանց մեծ դոզայի մասին, որովհետև յուրաքանչյուր ՔՊԱ-կան դեպուտատ իր աշխատավայրում այդ ատելությունը խորացրել ու բախման է տարել բազմիցս։ Հիմա էլ տեղները նստած ատելության դոզա են սրսկում, որտեղով կարողանում են ազգային ժողովի ամբիոնից սկսած վերջացրած իրենց ֆեյքերով։ Մենք պետք է մեր կյանքն այնպես ապրենք, որ մեր երեխաները չամաչեն, որ իրենց հայրանունն են կրում։ Սա ասում է ՔՊԱ-կան պատգամավոր։ Ժողովուրդ հասկանում եք։ Հողեր հանձնած թիմի անդամը, Փաշինյանի թիմի անդամը ասում է, մենք պետք է այնպես ապրենք, որ մեր երեխաները չամաչեն։ Նույն այդ պատգամավորը դրանից ժամեր առաջ էլ ասում էր, ամաչում եմ, որ ինձ ասում են հող հանձնող։ Զավեշտ է, երբ ՔՊԱ-կան պատգամավորը գնում է Եռաբլուր ու ցիտում Հրանտ Մաթևոսյանին դասեր քաղելու մասին։ Զավեշտ է, երբ ՔՊԱ-կանները գողացել են Ռոբերտ Քոչյանի արժանապատիվ խաղաղություն թեզը ու մեկ-մեկ կրկնում են։ Թուրքի պահանջով սահմանադրություն փոխողները, հայրենիքից հող հանձնողները, իշխանության դիմաց ամեն ինչ տվողները, մուրացողները խոսում են արժանապատիվ խաղաղությունից։ Զավեշտ է, երբ ցելոֆոն է վրանում զինվոր ու սպա պահող Սուրեն Պապիկյանը խոսում է սպայի պատվից։ Ադրբեջանի դիրքերի վրա կրակած հայ զինվորին դատողները խոսում են սպայի պատվից։ Խրճիթ զորանոցում 15 զոհ տված Պապիկյանը փոխարենը հրաժարական տա, գնում է ռազմական ակադեմիա ու խոսում զինվորական գործի գայթակղիչ լինելու մասին։ Զավեշտ է, երբ Երևանի 5-6 թաղապետարանում կոռուպցիա, Նոր-Նորքի ու Շենգավիթի մարդկանց վրա հարձակվող թաղապետեր ունեցող ԿՊ-ն ասում է, թե Վարդան Ղուկասյանի ընտրվելով Գյումրու քաղաքապետարան է մտնելու կրիմինալը։ Կրկնում եմ, որևէ բանից խոսելու իրավունքը թեկուզ բարոյական պետք է վաստակել։ Նիկոլ Էնոր ինքնատիրապետումը կորցնելիս ընդդիմությանն ասաց, կոռուպցիայից խոսելու իրավունք չունեք։ Ձեր հարյուրավոր կոռուպցիոն դրսևորումներից խոսել եմ ու առաջիկա շաբաթում լիքը փաստերով դարձյալ կներկայացնեմ։ Հիմա մեկ հոգուց խոսեմ, մի ԿՊԱ-ականից։ Հրաժարականի դիմում է գրել Էջմիածնի քաղաքապետը։ Ջահել, անփորձ Դիանա Գասպարյանին նշանակում են Էջմիածնի քաղաքապետ։ Մեկ էլ մի կարճ ժամանակ անց իմանում ես, որ սկեսուրը սկսում է շենքեր կառուցել, հարցնել շինթույլտվություններ է տալիս նրան։ Քաղաքապետարանը սկեսրայրի վառելիքի կայանից վառելիք է գնում։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն էլ ընդամենը մի 200,000 դրամով տուգանում է։ Մեկ էլ ընտանեկան գազալցակայանում մարդ են սպանում։ Սրանք խոսում են այն մասին, թե կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու։ Գնալուց էլ ասում է,
Միակ կորուստը եղել է այն, որ ընտանիքովս չեմ զբաղվել, ժողովրդով եմ զբաղվել, լուրջ ընտանիքովդ չես զբաղվել, բայց շին թույլտվություններ ընտանիքիդ անդամներին ընտանիքով զբաղվել, չէ՞։ Մեռար ընտանիքիդ համար գնումներ ու որոշումներ պեչատելով, զաթո մենակ ընտանիքով դες զբաղվել։ Կրկնում եմ, խոսեք բաներից, որից իրավունք ունեք։ Մի քպական դեպուտատ ելույթ է ունենում խորհրդանի ամբիոնից ու Լևոն Քոչանին ասում է. «Քեզ հիշում են կամ Ռոբերտ Քոչանի որդի կամ Սիրուշոյի ամուսին»։ Պատգամավորի անունն եմ կարդում՝ Հասմիկ Հակոբյան։ Ժողովուրդ, իրեն առհասարակ ճանաչում եք։ Ես այդ կնոջ մասին բան չգիտեի, կենսագրությունը կարդացի, միակ քիչ թե շատ ծանոթ բանը եղավ այն, որ Խաչատուր Սուքիասյանի անվան հետ կապող կայքում աշխատել է լրագրող։ Մի հատ էլ պատգամավոր կա, ՔՊԱ-կան, Եղոյան Արման։ Նա էլ ասում է, ինչ է արել Լևոն Քոչյանը առանց իր հոր։ Լավ, իսկ ինչ ես դու արել, թեկուզ ոչ առանց հոր։ Ախր դու կարող ես խոսել ինչ-որ մեկի անհայտ, չճանաչված լինելուց, ուրիշի շքի տակ լինելուց, երբ դու քեզանից ինչ-որ բան ես ներկայացնում։ Բացեք ՔՊԱ-կան պատգամավորների անունները ու տեսնենք, գիտեք նրանց, որտեղից գիտեք, այբենական կարգով նայեք, ծննդավայրով նայեք, դպրոցով նայեք, մեկ է, ճանաչում եք, ով են եղել։ Անունները կարդում եմ։ Կոնջորյան Հայկ։ Տենց մարդու մասին չեմ իմացել, մինչև մանդատ պահելու համար Էդմոնի վրայից աղմուկով թռնելը։ Հովանեսյան Արթուր, ասում են լրագրող է եղել, չեմ ճանաչել։ Պատգամավոր ժամանակվա մի երկու դրվագ գիտեմ մենակ, որ զրպարտել է ու ստիպված է եղել դատարանով ներողություն խնդրել։ Ազարյան Ջուլիետա, ես իմ ով է, չէ իսկականից 4 տարի պատգամավոր է։ Բաբայան Նարեկ, օքեյ, ճանաչում եմ որպես Լենայի մարդ։ Բաքոյան Ռուստամ, Գալստյան Մերի եւ այլն 71 հոգանոց ֆրակցիայից կարող է մի քանիսին իմանալ։ Հա Ալենին կարող եք իմանալ ակվարիումում դերասան աշխատելուց։ Անդրանիկ Քոչանին կարող եք իմանալ հոկտեմբերի 27-ից։ Վազգենի պաշտոններ վիզ դնում։ Սերգեյ Բակրատյանին կարող եք հիշել ԲՀԿ-ական եղած վաղտ, որ ՔՊԱ-կանի էր ծեծել քաղաքացու տոնին էնել։ Գագիկ Մելքոնյանին մեկ էլ կարող է իմանալ Վահագն Ալեքսանյանի տրուսիկը գողանալից, բայց Վահագն Ալեքսանյանն ով էր։ Ոչ մեկ։ Ասում են Բարգավաճի քարոզարշավներին ծաղիկ է բաժանել։ Տուկիթ էլ, էլիեսի մեջ։ Հիմա իշխանական կուսակցության փոխնախագահն է։ Ընդհանրապես 2018 թվականի դեկտեմբերին նոր ձևավորված ազգային ժողովի հսկիչները ՔՊԱ-կան դեպուտատների մեծ մասին ներս չէին թողնում։ Ասում են դուք ով եք, որ ուզում եք դահլիճ մտնեք։ Ռուբինյանից ով է խաբար, ով է եղել։ Արշակյան Հակոբից կամել։ Զավեշտ է, երբ սրանք թաքնվում են թիկնապանների թիկունքում ու խոսում են դուխից, ուժից։ Հակոբ Արշակյանը Լևոն Քոչյանի վրա իբր գոռում է, բայց կոկորդը չորանում է տեղում։ Գոռում է դուրս կշպրտեմ նիստերի դահլիճից ու ռիսկ չի անում կես մետր առաջ գնա։ Կանգնել է ամբիոնի մոտ։ Աղվան Վարդանյանի ասածներին ավելացնելու բան չունեմ։ Ասում է պատկերացրեք, Հակոբ Արշակյանը գնա Լևոն Քոչարյանին դուրս շպրտելու։ Խնդալներ տեկավ, չէ։ Ձեզ ՔՊԱ-կաներիդ, այո, չեն հիշում անհատապես։ Ձեզ հիշում են որպես Նիկոլի ուսապարկ։ Դուք էլ եք ձեզ այդպես հիշում ախր։ Ձեզ հիշում են թիմով, այն էլ որպես դավաճանների թիմ Նիկոլի գլխավորությամբ։ Կարճ ասած, ժողովուրդ ջան, պատկերացնում եք ինչ ափսոս ենք մենք։ Իրոք էլի ափսոս ենք մենք, որ սրանք ղեկավարում են մեր երկիրը։ Ափսոս են մեր հարկերը, որ ծախսում են սրանք։ Ափսոս են մեր նյարդերը, որ հազիվ են դիմանում։ Շուտով մեր նյարդերը վախենամ չձգեն ու հավասարվեն Նիկոլի նյարդերին։ Նստենք դեղերի վրա։ Ափսոս է մեր երկիրը, որ փոքրացնում են։ Ափսոս են մեր ականջները, որ լսում են սրանց։ Ձեր ափսոսը, ժողովուրդ ջան, ձեզ վրա չի գալիս։ Դասեր, այո, պետք է քաղել 2018 թվականի 2 եւ 2021 թվականի ընտրություններից։